Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր Դանիելի հետ քննարկելու ենք, թե ինչ է Եվրասիական տնտեսական միությունը եւ ինչ կլինի, եթե Հայաստանը դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Դանիել, ո՞նց եղավ, որ Հայաստանը անդամակցեց ԵԱՏՄ-ին կամ ինչ առհասարակ ԵԱՏՄ-ն։ Դե մեծ հաշվով Հայաստանը երկար տարիներ գնում էր դեպի Եվրամիություն։ Ինչ-որ մի պայծառ Սերժ Սարգսյանին կանչեցին Մոսկվա 2013 թվականի սեպտեմբերին ու ասացին պրոբլեմներ կունենաս Ղարաբաղի հարցում, եթե չգնաս ԵԱՏՄ։ Ինքնին այնց գնացինք ԵԱՏՄ, առանձնապես տնտեսական ակնկալիքներ ԵԱՏՄ-ից չունեինք։ ԵԱՏՄ-ն դա միասնական առաջին հերթին դա միասնական մաքսային տարածք է։ Այսինքն Հայաստանը այլևս իր մաքսային սահմանը չունի, դա ԵԱՏՄ մաքսային սահմանն է։ Բայց մենք ինչպես տեսնում ենք, այսօրվա դրությամբ Հայաստանը շատ խնդիրներ ունի իր ապրանքները տանելու Ռուսաստան եւ այլն եւ այլն։ Ինչու եք ուզում, որ Հայաստան դուրս գա ԵԱՏՄ-ից։ Դե նախ որովհետեւ այն առումով որ պետքա գործեր չի գործում, որովհետեւ Ռուսաստանը ընդհանրապես չի հարգում ԵԱՏՄ կարգերը, այդ թվում նաեւ մեր ապրանքները արգելելով, եւ երկրորդը իսկ ինչի պիտի մնանք այդտեղ։ Դա մեզ միայն սահմանափակում է ուրիշ ուղղություններով առևտուրը զարգացնելու առումով։ Իսկ լավ, ԵԱՏՄ-ից դուրս եկանք, դա ըստ էության դրական թե բացասական է ազդելու ապրանքների գների վրա։ Գների անկում լինելու է։ Այսինքն ապրանքների գներ մի շարք գներ ընկնելու են, որովհետև ԵԱՏՄ-ում գործում են բավական բարձր մաքսային դրույքաչափեր։ Առհասարակ երբ որ անդամակցեցինք ԵԱՏՄ-ին, բավականին շատ մաքսային դրույքաչափեր բարձրացան, որովհետև դրանք ռուսական մաքսային դրույքաչափերն են եւ այն դրույքաչափերն են, որոնք ձեռն տալի Ռուսաստան տնտեսությանը։ Պայմանական մեքենաների համար մաքսային դրույքաչափերը էապես բարձրացան։ Ինչի բարձրացան։ Ես հիշում եմ, որպես մեծ լավություն էլ այդ բարձրացումը տեղափոխվեց 5 տարով հետաձգվեց, մինչև 20 թիվ, հա, 19 թվին տենց բոլորը ինտենսիվ մեքենային ներմուծում, քանի դեռ 5 կարգավորումներ։ Ինչի, որովհետև Ռուսաստանը մեքենաներ արտադրող երկիր է եւ ուզում է խրախուսի, որ իր արտադրանքը արտահանվի այդ թվում ԵԱՏՄ մյուս երկրներ եւ Հայաստանում Լադան չի մաքսազերծվում, իսկ չգիտեմ Volkswagen-ը կամ Toyota-ն մաքսազերծվում է։ Այսինքն Ռուսաստանն իր գործերն է դզել Հայաստանի հաշվին, այդ ինչերը մաքսատուրքերը, տեսեք, այստեղ հետեւյալն է։ Ցանկացած երկիր այն ապրանքները, որից որ ինքը արտադրում է, բարձր մաքսատուրքեր է սահմանում, որի արտադրողները իր երկրի ներսում մրցակցային առավելություն ունենան ներմուծվածի հետ։ Այն ինչ որ ինքը չի արտադրում, այդքան էլ բարձր մաքսատուրքեր չի սահմանում, որ ներմուծող ապրանքը էժան լինի։ Այստեղ ամբողջ հարցը նա, որ մենք առանձին մաքսային միավոր չենք այլևս, ինչպես ասացի։ Ամբողջ միությունն է մաքսային եւ այդ առումով այն մաքսային դրույքաչափերն են, որոնք միության անդամ երկրներին ձեռ են տալիս, իսկ կներեք, այս միությունում մի դոմինանտ երկիր կա, էլի դա Ռուսաստանն է։ Էսա դրա համար մի շարք ապրանքատեսակներ, այդ թվում ամենօրյա օգտագործման ապրանքատեսակներ, այնտեղ չգիտեմ, սկսած բրենդից ու թեյից միջև շինարարական գործիքներ ու շինանյութեր, սկսած, չգիտեմ, ավտոմեքենաներից, բեռնատարներից միջև տրակտոր ու սերմացու բավական եւ դեղորայք, բավական բարձր մաքսատուրքեր։ Մի փեք չեք հարցին, Վրաստանը ինչի է այդ ամեն ինչ ավելի էժան։ Ինչա Վրաստանում ավելի էժան։ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չի։ Ինչ են Վրաստանում մեքենաների մաքսազերծումը էժան, որտեղ Վրաստանը ասում է մեքենա չեմ արտադրում, իմ սեփական արտադրողին խրախուսելու խնդիր չունեմ, դեպս թող դրսից ներմուծվող մեքենայի մաքսատուրքը խիպտի բարձր լինի։ Իսկ մեր մոտ բարձր է, որովհետև Լադայի գործարան կա, էլի, այտենց պայմանական Լադայի գործարան, Մոսկվիչի գործարան։ Իսկ հայ գործարարները, ովքեր այսքան ժամանակ Ռուսաստանի հետ են աշխատել ու իրենց ապրանքը արտահանել են Ռուսաստան, իրանց հետ ինչ է լինելու։ Ես կասեի ոչ թե լինելու, այլ արդեն լինում, որտեղ արդեն ապրանքատեսակների մեծ մասի հետ կապված Ռուսաստանը փակել է, բայց ինձ թվում է այստեղ շատ կարևոր է, ստրեսային պերիոդ կարա լինի, բայց շատ կարևոր է վերաօրիենտացվել եւ Եվրամիություն սկսել արտահանել։ Եվրամիությունը 5 անգամ ավելի շատ սնդամթերքաներ, գյուղարտադրանքներ մուծում, քան Ռուսաստանը։ Եվրամիությունը շատ ավելի մեծ շուկա է, շատ ավելի հարուստ շուկա է, եւ եթե ապրանքիդ որակը
բավարարում է եվրոպական պայմաններին, դա հիանալի շուկա է, շատ ավելի լավ շուկա է, քան Ռուսաստանը։ Կախված չի ինչ որ մեկի ինչ որ քաղաքական կմահաճույքներից, կախված չի լարսում տիրող եղանակից, դա շատ ավելի հեռանկարային շուկա է, բայց այդ փոփոխությունը ստրեսային, որտեղ ինչ որ կա ապրանքիդ որակը բարձրացնես, պետք է Իմջալպից ցնդամթերքի որակը որ բարձրանա, այնց որ մենք էլ ենք շահելու, էլի, մենք էլ այդ ցնդամթերքը օգտագործում ենք, որ մի քիչ կարող ավելի որակել ցնդամթերք օգտագործենք, մի քիչ երկար ապրենք։ Բայց հա տնտեսվարողների համար դա կարող է ինչ որ ստրեսային լինի։ Իսկ ինչ կլինի վերարտահանվող ապրանքների հետ, որովհետև երբ արևմտյան երկրներից մենք ապրանքներ ենք վերցնում ու տանում ենք Ռուսաստան, շատ մեծ գումարներ ենք աշխատում։ Այս սահմանափակումների հետ կապված։ Առանձնապես մեծ գումարներ չենք աշխատում, որովհետև ապրանքը երբ որ գալիս է մաքսազերծումը Հայաստանում, նախ մաքսազերծվել Հայաստանում, թե մաքսազերծվել Բելարուսում, այդ առումով տարբերություն չկա։ Այդ մաքսատուրքի 1.22%-ն է մնում Հայաստանին, մնացածը գնում ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին։ Իսկ նաև սահմանում վճարվում է ԱՀ, որը հետո Հայաստանից դուրս գալու դեպքում թեև մնում է ԵԱՏՄ-ում, բայց Հայաստանից դուրս է գալիս։ Ապրանքը Հայաստանից դուրս գալու դեպքում այդ ԱՀ-ն վերադարձում է։ Այսինքն մաքսատուրքի 98.78%-ը մեկը գնում է ԵԱՏՄ մյուս երկրներին, ԱՀ-ն ամբողջությամբ վերադարձում է տնտեսվարողին, ԱՀ-ի վերադարձը գիտեք ինչի է նման, Եվրոպայում եթե առևտուր է կարելու հետո օթակայանում tax free արել, այդ tax free-ն է։ Ապրանքը արտահանելուց հարկը վերադարձում, ԱՀ-ն վերադարձում է։ Դու ունես ապրանքների համար, այն որ Հայաստանով չգիտեմ, ասենք iPhone կամ Samsung-ներ է գնում կամ կոնդիցիոներներ են Հայաստան մաքսազերծում, հետո տարվում Ռուսաստան, դրանց առանձնապես պետական բյուջեն շատ բան չի մնում։ Իսկ ասում են, որ եթե ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս գա, հայ-ռուսական բարեկամություն չի լինի։ Չի լինի։ Չի լինի։